Երեք նախագահ Տրամպը հայտարարեց, որ նոր հարձակում եւ նոր պատերազմ է ուզում սկսել այս անգամ Իրանի դեմ։ Եթե հիշում եք, Տրամպը խոստանում էր ամերիկացիներին, որ նա լինելու է խաղաղության նախագահ, դադարեցնելու է պատերազմները, անգամ պահանջում էր Նոբելյան մրցանակ, խաղաղության մրցանակ, հիմա երևի ստիպված կլինի վերջնագիր ներկայացրել Նորվեգիային եւ ուժով ստանալ այդ խաղաղության մրցանակը եւ ահա մենք տեսնում ենք, որ նոր պատերազմ է սկսվում մեր տարածաշրջանում Իրանի դեմ։ Սա արդեն կլինի երկրորդ հարձակումը Իրանի վրա։ Սրանից առաջ դուք տեսաք Վենեսուելայի նախագահի առևանգումը, սպառնալիքները Դանիայի եւ Գրենլանդիայի նկատմամբ, որը լուծվեց Դանիայի ինքնիշխանությունը կիսելով Գրենլանդիայում, դե շարունակում է ցեղասպանությունը Գազայում եւ իհարկե մեր ռեգիոնում Միացյալ Նահանգները մեր այս լրագրողին ստիպեց, որ նա զիջի մեր տարածքը եւ 74%-ը տա Միացյալ Նահանգներին, որից հետո դա գտնվելու է երևի Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքում։ Հիմա Տրամպը ասաց, որ մեր գեղեցիկ նավատորմը շատ գեղեցիկ սրընթաց ձևով մոտենում է Իրանի սահմաններին եւ վերջնագիր ներկայացրեց Իրանին, որով Իրանը պետք է հրաժարվի բոլոր հարստացված ուրանի պաշարներից, դա հանձնի Միացյալ Նահանգներին, դադարեցնի հարստացման ծրագիրը, դադարեցնի իր աջակցությունը բոլոր ռեգիոնալ խմբերին, որոնք Միացյալ Նահանգները Իսրայելը համարում են ահաբեկչական, օրինակ Համասը, եւ հրաժարվի բալիստիկ հրթիռների ծրագրից, այսինքն սա կապիտուլյացիա է, որը պահանջվում է Իրանից։ Նավատորմը մոտենում է Իրանին, կարծում եմ, որ հավանական է, որ կամ կստիպեն ինչ որ զիջումներ ստանան Իրանից, կամ էլի օդային հարձակում կլինի ըստ ավանդույթի։ Իրանը հայտարարել է, որ հակահարձակում է լինելու, հակահարված է լինելու, արաբական երկրները, Սաուդյան Արաբիան, Միացյալ Էմիրատները հայտարարել են, որ թույլ չեն տա օգտագործել իրենց տարածքը, օդային տարածքը կամ տարածքը հարվածների համար, Իրանը ասել է, որ պատասխան հարվածներ կլինեն, այսինքն լինելու է մի նոր էսկալացիա։ Հնարավոր է, որ Միացյալ Նահանգները սահմանափակվեն ուղղակի Իրանի ռեժիմը փոխելով, փորձեն փոխել Իրանի ռեժիմը, տեսանք, որ դա փորձեցին անել այս ներքին դժգոհությունները սադրելով, բայց դա չստացվեց, եւ հիմա իհարկե Իսրայելի հրամանով, Նետանյահուի հրամանով փորձելու են նորից փոխել Իրանի ռեժիմը։ Սա Նետանյահուի երազն է, տասնյակ տարիներ երազել է սրա մասին։ Չեմ կարծում, որ լինի ինչ որ ցամաքային ուժերի տեղակայում Իրանում, դա կլինի խելագարություն, Իրանը հսկայական երկիր է, իր տարածքը հավասար է Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի տարածքներին միասին վերցրած 90 միլիոն բնակչություն։ Կարծում եմ երևի կլինեն օդային հարվածներ,